Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Անցնող քանի շաբաթներուն ցեզի խոսեցա Աստվածամոր Սուրբ Մարիամի հավերժ գուսության մասին։ Եվ բացատրեցի, որ քրիստոնեական վաղ շրջանեն, առաջին իսկ շրջանեն հավատացյալներուն մեջ արդեն իսկ տարածված էր Սուրբ Մարիամի հավերժ գուսության մասին։ Սուրբ Մարիամ ոչ միայն գույս էր նախքան Հիսուսը ծնանելը, այլ Հիսուսը ծնանել են յետք անգամ գույս մնաց հավերժ։ Քրիստոնեական եկեղեցվո անդամները, եկեղեցվո հայրերը բոլորն ալ գիտեին, շատեր ուղղակի Աստվածամայրը տեսած էին Սուրբ Մարիամը։ Իրեն ամբողջ բարակաները գիտեին, լսած էին բոլոր թեփքերը, որոնք պատահեցան Աստվածամոր հետ։ Նաև սիրելներ գճանչնային Հակոբոս դիարնեղբայրը, Հութա դիարնեղբայրը եւ մյուս բոլորը։ Եվ ինչ որ գիտեին հետևաբար փոխանցեցին իրենց աշակերտերուն եւ այդպիսով ավանդությունը շարունակվեցավ, որ Սուրբ Մարիամ բացի Հիսուսեն ուրիշ զավակ չէ ունեցած։ Ինչպես որ Հիսուս Քրիստոս երկնքի մեջ հոգի էր նախքան մարմնանալը եւ հետեւաբար միածին որդին էր Աստուծո, այդպես ալ երբ Սուրբ Մարիամեն ծնավ որպես մարդ, ինք դարձավ մեքադիկ զավակը երկրավոր իր մոր Սուրբ Մարիամի, հետեւաբար միածին որդին դարձյալ մնաց միածին որդի Սուրբ Մարիամի։ Եվ Սուրբ Մարիամ ուրիշ զավակներ չունեցավ, ինչպես օրինակ այսօր հատկապես փողոքականյան խմբակներ գուզեն ներկայացնել, այլ հին եկեղեցվո ավանդության համաձայն Սուրբ Մարիամը մշտնջենական գույս մնաց։ Եվ մեծագույն փաստը այն է, որ Տեր Հիսուս Քրիստոս խաչին վրայեն, երբ տեսավ իր մայրը Սուրբ Մարիամը, չսավ անոր քնա քու մյուս որդիներուդ մոտ։ Եթե ուրիշ զավակներ ունենար, Հիսուս մի դսեր զավակներուդ մոտ կնա, բայց Մարիամ ուրիշ զավակներ չուներ։ Անոր համար Հիսուս խաչին տակ տեսնելով իր սիրելի աշակերտը Հովհաննես Առաքյալը, իր մոր խնամքը իր առաքյալին անցնեց, ասելու համար, որ ասիկա քու մայրը թե, խնամեզին։ Եվ նույն ցևով ալ իր մորը սավ, ասիկա քու զավակը թե, եթե ուրիշ զավակներ ունենար, պիտի չհանցներ Հովհաննեսը Սուրբ Մարիամի խնամքին։ Եվ Սուրբ Հովհաննես Առաքյալը այդտեղ սիրելներ կներկայացնե հավատացյալ ժողովուրդը, այսինքն քրիստոնեական եկեղեցին։ Մեկ խոսքով Հիսուս քրիստոնեական եկեղեցվո կհանցնե իր մայրը եւ եկեղեցին ալ կհանցնե իր մոր խնամքին։ Անոր համար քրիստոնեական եկեղեցին սկիզբեն սիրելներ ուղղափառ եկեղեցին, առաքելական եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցին Աստվածամայրը Սուրբ Մարիամը թիդեց որպես նաև իր մայրը, բրչին մայրը նաև մեր բոլորին մայրն է, անիկա դիբար օրինակն է բոլորին։ Եվ Սուրբ Մարիամ ինք մնաց եկեղեցվո կյանքի մեջ, հավատացյալներու մեջ, Կորցկարակելոց քրքի առաջին գլխու մեջ կգարտանք, որ Վերնադան մեջ մշտապես առաքյալներուն հետներ, աղոթքներ, աղոթքի առաջնորդեր, հետևաբար Սուրբ Մարիամը սիրելիներ դարձավ դիբար օրինակը բոլոր հավատացյալներուն եւ Քրիստոսի ներկայությունը մարդոց կյանքին մեջ։ Անիկա այսօր փառավորված է։ Մենք սիրելիներ օգոստոս 15-ի մոդիկ գիրագի օրը մշտապես Աստվածամոր վերապոխման դոնը գտորենք, որովհետև միակը, որ մտած է այդ հավիտենական քաղաքի մեջ, այսին Աստուծո Սուրբ ներկայության, Սուրբ Մարիամն է։ Մյուս բոլոր սուրբերը կսպասեն Քրիստոսի երկրորդ գալուստին, որպեսզի ժառանգեն այդ հավիտենական կյանքը, բայց Սուրբ Մարիամ կգտնվի ուղղակի Սուրբ երրորդության ներկայության, որովհետև Սուրբ Մարիամը ավելի բարձր է, քան ոչ միայն սուրբերը, այլ նաև հրեշտակները։ Սուրբ Մարիամը սիրելներ ամենաբարձր թիրքը կգրավե։ Եվ հետևաբար Աստվածամոր հավերժ գուսությունը սկիզբեն գար։ Եվ անցնող շաբաթներուն ցեզի ընթերցեցի
Հակոբոսի ավետարան կամ նախավետարան Հակոբոսի գոչված բարականոն քիրքեն եւ արդեն ցույց տվի, որ այս քիրքը գրված է մոտավորապես 150-ին 200 թվականին, այսինքն երկրորդ դարու գեսեն յետք սիրելներ, գվերակրվի թեև այս քրությունը Հակոբոս դիարնեղբոր, ինչպես այսօր պիտի ավարտեմ այս ուրեմն քրքի ընթերցանությունը եւ պիտի տեսնեք վերջավորության Հակոբոսը ինքս է որ ինքն է գրած այս ուրեմն նամակը ամենայն դեպս այս արդեն իսկ այդ բարականոն քրքի մեջ անգամ ցույց կդրվի Սուրբ Մարիամի հավերժ գույս ըլլալը ինչպես սեզի արդեն ներկայացուցի այս բարականոն քիրքը սիրելներ Հակոբոսի ավետարան գոչված կամ նախավետարան Հակոբոսի բազմաթիվ ուրեմն հունարեն գրված է բայց բազմաթիվ հին թարգմանություններ ունի բազմաթիվ լեզուներով ղբդերեն ասորերեն հայերեն վրացերեն գելդական զանազան լեզուներու եթոբերեն եւ դարբեր լեզուներու 1552 թվականին երբ որ առաջին անգամ զվիցերիո մեջ այս ավետարանը դպվեցավ այդ ժամանակ փոստել ուրեմն անունով հեղինակը զայն վերնակրեց որպես նախավետարան Հակոբոսի նկատելով որ այս ավետարանը գրված է նույնիսկ ավետարաններու քրություններեն առաջ եւ բացատրեցի սիրելներ որ գլխավոր 4 մասերու կբաժնվի այս նախավետարան Հակոբոսինը առաջին մասի մեջը կներկայացվի Աստվածամայրը թե ինչպես Աննայեն եւ Հովագիմեն ծնավ եւ որ Աննան ամուլ էր եւ Հովագիմը զաղրվեցավ իր քահանա ընկերներուն կողմէ որ թուն սերուն չդվիր հետեւաբար քու նվերներդ ուխտերդ ընդունված չեն Աստուծո կողմէ եւ Աստուծո հրաշքով Աստված ողորմեցավ դեսավ ուրեմն Հովագիմի եւ Աննայի խոնարհումը եւ իրենց զավակ տվավ անունը գոչեցին Մարիամ եւ ուխտի համացայն ինչպես ուխտրաձեր Աննան որ դեր եթե ինձ զավակ տաս դաջար բիդեն ձայեմ զայն եւ իսկապես դաջար ընձայեցին դաջարի մեջ մեծավ Սուրբ Մարիամ հրեշտակը ինքն էր որ անոր ջաշ կուտար դաջարի մեջ սրբությամբ մեծավ Մարիամը եւ Աստուծո հաճությունը շայեցավ իսկ երբ արդեն արքունքի շրջանին հասավ պատանի եղավ պետք էր որ դաջարեն դուրս գար քահանաները ուզեցին մեգումը խնամքին անցնել եւ հետեւաբար գանչեցին այդ շրջանի բոլոր այրի մնացած դղամարդիկը իրենց գիները մեռած դղամարդիկը եւ անոնց ըսին որ կավազաններ բերեն ամեն մեկ իր կավազանը բերավ աղոտ եղավ այդ կավազաններուն վրա ապա ամեն մարդ իր կավազանը առնելով ոչինչ պատահեցավ բացի Հովսեփեն որուն կավազանի մեջ են աղավնի դուրս ելավ եւ անիգա Աստուծո կողմէ նշան եղավ որ Մարիամը պիտի անցներ Հովսեփի խնամքին Հովսեփ արդեն մեծահասակ էր Հովսեփը սկիզբը ընդդիմացավ ասելով որ ես մեծահասակ եմ այս բադանին ինչ պիտենեմ եւ ասեցավ թուն խնամակալ պիտի լաս անոր եւ դեսանք սիրելներ ապա թե ինչպես երբ որ Հովսեփ իր զավակները արավ եւ Մարիամը արավ ու եկավ Փեթղեհեմ որբեսի մարտահամարի մասնակցի որովհետեւ Օգոստոս Գայսրը հրահանգ հանածեր որ ամեն ուրեմն մարդ իր ցեղին վայրը իր հայրերու նախահայրերու վայրը պետք է երթա որբեսի որ մարտահամարի համար արցնակրվեր եւ դեսանք ճանապարհին եւ Փեթղեհեմի մուտքին հասան այլևս Մարիամի ծննդաբերության ժամանակ եկավ քարայրի մեջ մտավ Հովսեփ մինչ այդ գնաց որ մանգապարծ գտնե մանգապարծ մտնավ մինչև հասավ դեսավ որ Մարիամի գուրցքին վրա Հիսուսը ծնած էր արդեն եւ գատ կխմեր եւ երկրորդ ուրեմն մանգապարծ մի եկավ որուն անունը արդեն այս գրքի մեջ գիշվի որպես Սալոմե եւ անիգա չհավատաց որ Մարիամը գույսեր եւ գույսը զավակ ծնավ ուզեց ըստուկել եւ որ ըստուկեց իր ցերկը ուրեմն փորոդեցավ եւ սա մեղանչեցի Աստուծո թեմ մեղա Աստուծո եւ Աստված ներեց անոր մեղքերը եւ բժշկեց եւ որ մանուկին տբավ մանուկ Հիսուսին տբավ եւ ահա սիրելներ դարածվեցավ որ Սուրբ Մարիամ Աստուծո որդին ծնավ
Առաջին 20 ուրեմն գլուխները ցեզի ընթերցեցի, այսօր պիտի ընթերցեմ եւ ավարտեմ սիրելիներ 21, 22, 23 եւ 24 4 գլուխները եւ վերջապանը, որ Հակոբոս դիարնեղբոր գվերակրվի։ Տեսնենք այստեղ, թե ինչ գբատնվի այստեղ, թե ինչպես սիրելներ մոքերը եկան, այնինչ որ մենք գիտենք արդեն Ղուկասու ավետարանին մեջ են եւ նաեւ սիրելներ Մատթեոսի ավետարանի մեջ են, ուրեմն մոքերը եկան եւ գնդրուկ զմուրս ներկայացին Մատթեոսի ավետարանի մեջ գբատնվի մոքերուն այցը, թե ինչպես Երուսաղեմը խռովեցավ, Հերովդես թագավորը ուրեմն գադաղեցավ եւ հրահանգեց մանուկներու չարթը, նույն այդ պատմությունը գբատնվի այս ավետարանի մեջ, Հակոբոսի ավետարանի մեջ։ Եվ նաև սիրելներ գավարդի այս ավետարանը Զաքարիա քահանային, այսին Հովանես Մգրդիչի հոր ըսպանությամբ։ Եկեք գարտամ սիրելներ ցեզի եւ ավարտենք նախավետարան Հակոբոսի այս գիրքը։ Ուղագի գտարկմանեմ արև մնդահերնով, ուրեմն եւ քրապարեն եւ ահա Հովսեփը պատրաստ էր երթալու Հրեաստան, ետ վերադառնալու իր դունը, եւ մեծ իրարանցում եղավ Հրեաստանի Փեթրեհեմի մեջ, որովհետեւ մոքեր եկան եւ ասին, որտեղ ծնած է, ուր ծնած է հрьяաներու թագավորը, որովհետեւ մենք անոր աստղը տեսանք արևելքի մեջ եւ եկանք անոր երկրբակելու։ Եվ երբ Հերովդես մեծ թագավորը լսեց, շատ խռովեցավ եւ պաշտոնավորներ ուղարկեց մոքերուն, ներկայացուցիչներ ուղարկեց, pedagogan մարդիկ ուղարկեց, որ ըստուք եթե ասկա ինչու համար եկած են, եւ գանչեց քահանաները ու հարցակնեց զանոնք ասելով, ինչպես գրված է Քրիստոսի մասին, ինչ գրված է Քրիստոսի մասին, որտեղ պետք է ծնի ան։ Եվ անոնք ասին Հրեաստանի Փեթրեհեմ քաղաքին մեջ, որովհետև այդպես գրված է։ Եվ անիկա քահանաները ուղարկեց, ապա հարցակնեց մոքերը եւ անոնց ասավ. Ինչ նշան տեսակ ծնած թագավորին վերապերյալ։ Եվ մոքերը ասին. մենք մեծ աստղ տեսանք, որ գփայլեր մյուս աստղերու մեջ եւ այս աստղին լույսը ծածկեց մյուս բոլոր աստղերը այնպես որ մյուս աստղերը չէին երևեր։ Ասիկա սիրելներ Քրիստոսի աստղն է, Փեթրեհեմի աստղ որ գոչվի, անոր համար է որ մենք միշտ ուրեմն ծառերուն վրա, դոնաձառերուն վրա Փեթրեհեմի աստղը գտնենք, որ խաչի նման է սիրելներ եւ ամբողջ ջարակայթներով, ասիկա գոչվի Փեթրեհեմի աստղ, նաեւ մսուրներուն վրա գտնենք, որովհետեւ այդ աստն է որ առաջնորդեց մոքերը արևելքեն մինչև Հիսուսը։ Եվ այսպես մենք իմացանք, որ Իսրայելի մեջ թագավոր ծնած է, եւ մենք եկանք զայն երկրբակելու, անոր երկրբակելու։ Եվ Հերովդես ասավ. «Կացեք, փնտրեցեք զայն, եւ եթե գտնեք, դերյակ բայեցեք ինձի, որբեսի ես ալ երթամ եւ երկրբակեմ անոր»։ Եվ մոքերը դուրս եկան թագավորի մոտեն։ Եվ ահա այն աստղը, որ անոնք տեսած էին արևելքի մեջ, անոնց արջևենը սկսավ երթալ, մինչև որ հասան քարանցավին դիմաց, եւ անիկա կանգնեցավ քարանցավի քակաթին։ Սիրելիներ, աստղը զանոնք բերած էր մինչև Երուսաղեմ, եւ այդտեղ անհետացած էր աստղը, որովհետև ուզած էր որ թագավորը եւ ամբողջ ժողովուրդը իմանային նոր թագավորի ծնունդին Հիսուս մանուկի մասին։ Եվ ահա երբ որ ճամփայելան աստղը դարձյալ հայտնվեցավ անոնց եւ առաջնորդեց մինչև քարայր։ Եվ մոքերը դեսան մանուկը անոր մոր Մարիամի հետ եւ անոնք իրենց ծրարները հանեց բացին եւ նվիրեցին ոսկի, գնդրուկ եւ զմուրս։ Ոսկի, որովհետև սիրելներ Հիսուսը թագավոր է, գնդրուկ, որովհետև Հիսուս քահանայապետ է, գնդրուկը սիրելներ խունգն է, եւ զմուրսը, եւ որ մեր այդ ժամանակ մարդիկը մերնեին զմրսեին զանոնք սիրելներ, հետեւաբար սկիզբեն ցույց տվին, որ այս քահանայապետ թագավորը պիտի մահանա
մարդոց մեղքերուն համար։ Եվ հրեշտակին գողմե ըսկուշացումը ստանալով, որ Հրեաստան չմտնեն, մոքերը ուրիշ ճանապարհով իրենց երկիրը վերադարձան։ Եվ երբ Հերովդես իմացավ, 22-րդ գլուխն է որ գարտամ, եւ երբ Հերովդես իմացավ, որ մոքերը զինք խաղի բերին, զայրացած մարտասպաններ ուղարկեց անոնց ասելով. «Սպանեցեք 2 տարեկան եւ անգե վար եղող երեխաները»։ Եվ Մարիամը լսելով, որ երեխաները կսպանվին, վախցավ, վերցուց մանուկը, փաթեց ձայն եւ թրավ եզներու կոմին մեջ։ Եվ Եղիսապետը, եւ գիտենք սիրելներ, որ ուրեմն հայր Հովսեփը քիշերով դեսավ երազմը եւ հրեշտակիրեն ասավ ար Մարիամը եւ անոր զավակը եւ Եգիպտոս փախիր եւ գիտենք որ Եգիպտոս կացին մինչեւ որ Հերովդես մահացավ։ Հիմա իդի պատմես սիրելներ Եղիսապետի եւ Հովանես Մգրդիչի հետ ինչ պատահեցավ, որովհետեւ Հովանես Մգրդիչն ալչմորնակ ընտամենը Հիսուսեն 6 ամիս մեծ էր, հետվապար 2 տարեկանին վար էր, անալ պիտի սպանվեր։ Եվ Եղիսապետը լսելով, որ Հովանեսին կփնտրեն, որովհետև լսած էին, որ քահանայապետը, քահանան Զաքարյան զավակ ունեցավ, ուրեմն հրաշք զավակ է։ Եվ Զաքարյան, որ չեր խոսել, սկսավ խոսել, ուրեմն մեծ հրաշք է։ Հերովդես կարծեց, որ Հովանեսն էր այդ նոր թագավորը, ուրեմն փնտրեցին Հովանեսը հատկապես, Հիսուսի մասին մարդ չէր գիտեր դեռ։ Ուրեմն եւ Եղիսապետը լսելով, որ Հովանեսը կփնտրեն, վերցուց ձայն եւ լեր բարձրացավ, փնտրելով, թե որտեղ գրնա բահել ծածկել թաքցնել ձայն։ Եվ թաքստոց չգար, բահվելու դեղ չգար։ Եվ Եղիսապետը բարձր ձայնով հառաչելով ասավ. «Ով Աստուծո լեր, ընդունե մորը եւ մանգանը»։ Եվ ամիջապես լերը ջեղկվեցավ եւ ընդունեց զանոնք իր մեջ։ Եվ լույս փայլեցավ անոնց շուրջը, որովհետև Տիրոջ հրեշտակը անոնց հետ էր, անոնց վրա հսկելով։ Սիրելներ, երբ որ գերտակ ուրեմն Հրեաստան, այնտեղ այն քարամ բաժինը կա, ուր որ Աստվածամայրը Սուրբ Մարիամ Եղիսապետի հանդիպեցավ, այնտեղը ժայռ մգա սիրելներ մեջ ըստ ավանդության, այդ ժայռին մեջն էր, որ ժայռը բացվեցավ եւ իր մեջ արավ Հովանես Մգրդիչը եւ Մարիամը, Եղիսապետը, Հովանեսի մայրը։ Եվ այդ ժայռին դիմացն է, որ մենք աղոտ կրած ենք սիրելիներ, հավատացյալներով բազմիցս։ Ուրեմն հաջորդ գլուխը եւ Հերովդես փնտրեց Հովանեսը եւ ծառաներ ուղարկեց Զաքարիայի մոտ, այսինքն Զաքարիա քահանային Հովանես Մգրդիչի հորը մոտ, որ քահանայություն գներ տաճարի մեջ, ասելով անոր. «Ուր բահացես քու որդիդ»։ Եվ անիկա պատասխանեց անոնց. «Ես Աստուծո ծառան եմ, սուրբ դեղերուն մեջ, եւ միշտ նստած եմ Տիրոջ տաճարին մեջ, չեմ գիտեր թե որտեղ է իմ որդիս»։ Եվ ծառաները քացին եւ այս ամենը պատմեցին Հերովդեսին, եւ Հերովդեսը զայրացած ասավ. «Անոր որդին պետք է թագավորը լա Իսրայելի վրա»։ Տեսեք, Հերովդես մեծը ոչրակորց մարդ էր, սիրելիներ, իր զավակները սպանած էր, իր գիները սպանած էր։ Այդպիսի ոչրակորց մարդ էր, հետևաբար վախցավ, որ իր դեղը թագավոր պիտի գա։ Այդ մանուկ, եթե մանուկ անգամ թագավորը լար, մինչև մեծնար ինքը արդեն մահացած կլար։ Բայց շատ չար ու ոչրակորց մարդ էր ինքը։ Ուրեմն ասա, որ անոր որդին պետք է թագավորը լա Իսրայելի վրա։ Եվ անիգա դարձյալ մարդիկ ուղարկեց Զաքարիայի մոտ ասելով. «Ճշմարտությունը ասե, ուր է քու որդին, որովհետև դու գիտես, որ քու կյանքդ իմ ցերկերուս մեջ է»։ Եվ Զաքարիան ասավ. «Ես Աստուծո նահատակն եմ, եթե դու իմ արյունը ստապես, ուրեմն ես Աստծո նահատակն եմ, եթե դու իմ արյունը ստապես, որովհետև դերը գտնունի իմ հոգիս, որովհետև դու ամեղ արյուն թափած կլաս Տիրոջ տաճարի քավիթին մեջ»։ Եվ Զաքարիան լուսապացին սպաննվեցավ։ Եվ Իսրայելի որդիները չէին գիտեր, որ անիգա սպաննված էր։ Վերջին գլուխը, 24-րդ գլուխը, ողջունի ժամին, ուրեմն աղոթքի ժամին, քահանաները քացին եւ Զաքարիան
չեկավ դուրս չեկավ զանոնք թիմավորելու օրհնությամբ, ինչպես իր սովորությունն էր։ Եվ քահանաները գանկնած կսպասեին Զաքարիային, որբեսի ողջունեն զայն աղոթքի ժամանակ եւ փարապանեն բարձրյալին։ Եվ երբ Տերանիգա գուշանար, բոլորի սրդի մեջ վախ ինգավ։ Բայց անոնցմե մեկը, քահանաները մեկը համարձակեցավ մտնել եւ տեսավ արյունը խորանին մոտ։ Եվ լսեց ցայմը, խորանեն ցայմը եկավ այդ քահանային, որ գսեր Զաքարյան սպանված է եւ անոր արյունը չի սրբվիր, մինչեւ անոր վրեժխնդրին քալը, մինչեւ որ վրեժխնդիրը դերը վերադառնա։ Եվ լսելով այս խոսքերը նա վախցավ, անիկա վախցավ քահանան, դուրս եկավ եւ քահանաներուն պատմեց։ Եվ անոնք համարձակեցան ներս մտնել եւ տեսան, թե ինչ էր պատահած։ Եվ դաջարի աշտարակը ողբուգոձի ցայներ հանեց, աշտարակը քարերը սկսան ողբուգոձի ցայներ հանել աշտարակի քարերը։ Իսկ քահանաները իրենց հագուստները բադրեցին վերեն մինչև ներքև։ Եվ անոնք չգտան անոր մարմինը։ Զաքարիա քահանայի մարմինը չգտնվեցավ, այլ գտան անոր արյունը քարի վերածված։ Եվ անոնք վախցան ու դուրս եկան եւ ժողովրդին պատմեցին, որ Զաքարիանը սպանված է։ Եվ ժողովրդի բոլոր ցեղերը լսեցին, սկացին եւ ողբացին անոր համար 3 օր ու 3 գիշեր։ Եվ 3 օր անց, 3 օր յետք քահանաները խորհրդակցեցան, թե ով պետք է տնեին անոր դեղը, ով պետք է նշանակեին Զաքարիա քահանային դեղը, եւ վիճակը ինգավ Սիմեոնի վրա։ Ասիկա նույն Սիմեոնն է սիրելներ, որ Հիսուսը դաջար բիդեն զայր, Սիմեոն Զերունին, որովհետեւ անիգա էր, որուն Սուրբ Հոգին ըսկուշացված էր, որ մահ պիտի չտեսներ, մինչև որ Քրիստոսը մարմնով չտեսներ։ Եվ ահա սիրելներ վերջավորության Հակոբոս վկայություն կտա եւ գսե, եւ ես Հակոբոսը, որ գրեցի այս պատմությունը Երուսաղեմի մեջ, երբ Հերովդեսի մահեն հետո աղմուկ բարձրացավ, հեռացա անաբադ, մինչև Երուսաղեմի մեջ աղմուկը դադրեցավ, փարապանալով Տեր Աստուծո, որ ինձի դվավ այս պատմությունը գրելու բարգևն ու իմաստությունը։ Եվ շնորհը թողլա անոնց հետ, որոնք վախնան մեր Տեր Հիսուս Քրիստոսեն, որուն փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Ավասիկ սիրելներ, ցեսի ներկայացուցի նախավիդարան Հակոբոսի այս քիրքը, որ ամենեն հին ժամանակներեն հասած սկանչելի քիրքն է եւ Աստվածամոր հավերժ գուսության մասին քրիստոնեական եկեղեցու հավատալիքը արդեն կներկայացնե մեր բոլորին։ Սիրելիներ, այնինչ որ եկեղեցու հայրերը մեզի փոխանցած են առաքյալներու կողմէ իրենց սորվածը։ Անոր համար նաև մեր եկեղեցին այսօր կգոչվի առաքելական եկեղեցի, առաքելահիմն եկեղեցի, որովհետև Հիսուսի առաքյալներեն Սուրբ Թադեոս եւ Բարթոմեոս առաքյալներ Հայաստան աշխարհի կան քարոզեցին եւ այնտեղ նահատակվեցան։ Հետևաբար այնինչ որ մեր եկեղեցու հայրերը մեզ փոխանցած են, առաքյալներեն սորված են։ Մի դարվիկ եւ սիրելիներ, ցեր միտքերը թող չշփոթին նորորյա քարոզներեն եւ բացադրություններեն, այլ ամուր անսասան բայեցեք այն հավատքը, այն ավանդությունները, գլխակիր ավանդությունները, որոնք մեզի փոխանցված են եկեղեցու հայրերուն կողմէ, որովհետեւ այդ բոլորը սիրելիներ քրիստոնեական վաղ հավատացյալներու շրջանի քրիստոնեական վաղ եկեղեցու ուրեմն ամբողջ ավանդություններ, վարդապետություններ եւ հավատալիքներ։ Եվ մենք այսօր հավատարիմ մնանք մեր եկեղեցու վարդապետությանց, քալենք սիրելներ սուրբ ճանապարհներու մեջ են, Սուրբ Մայրիկ Աստվածածինը մեզի բարեխոս համարենք եւ իր բարեխոսությունը խնդրենք, որբեսի բարեխոսե իր որդին մոտ, մեր ազգին, համայն աշխարհին, խաղաղության, օրհնության համար, որբեսի մենք ալ սրբության ապրենք ու դերը փառավորենք։
Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։